Այդ Պավելին այդ վիճակում տեսնում էի իրականում առաջին անգամ, ուրեմն մի քիչ նեղսրտած էր։ Ես հասկանում եմ այն հայրական ատազբաղությունը։ Վերջին հաշվով իր որդուն տանում են վիրահատության եւ իր մոտ կար այսպես մի չերևացող ինչ-որ մի աներևույթ բան, որը անհասկանալի էր, որտեվ ես առաջին անգամ եմ այդ մարդուն տեսնում։ Նո չասեմ, որ այդքան շատ մտազբաղ էր, բայց համենայն դեպս, որ ես իր մասին հարցնում էի, ինքը ասում էր Արամից ինչ կար, օրինակ, որ դու երեք, ես Պավլիկին ես տեսել, ասում էր, որ դու երեք Արամի հետ խոսել ես, ինքը ոնց էր, այսինքն ես հասկացա, որ իր հետ իր մասին հնարավոր չէ այս պահին որևէ բան խոսել։ Լավ ասի, ես գնամ Արամի մոտ, Արամի գործողությունները կվերջանան, հետո նոր կգամ։ Հենց որ ասի գնում եմ Արամի մոտ, այդ ժամանակ ինչ-որ ժպիտի նման մի բան եղավ, դե լավ, դու գնա արի, հետո կխոսենք։ Զղջացել է, որ որդու իր հետ արել Ասեմ ձեզ, ես նման բան իր հետ չեմ խոսել, բայց ծանոթ լինելով Պավելին, հիմա էլ հասկանալով այդ առյուծի ձագին, Արամին, ես դժվար եմ պատկերացնում, թե մեկի, թե մյուսի կողմից նման անկարծ վերաբերմունք միմյանց նկատմամբ չէ, այդ բառը այդ մարդկանց համար չէ։